Հիմա տեսեք, կոմպլեմենտարիզմը, որը այդ Նիկոլ Փաշինյանի այդ հնչեցրած միտքն է, փոխստեկ համագործակցության հնարավորություններ։ Քոչարյանն էլ էր օգտագործում։ Ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ կոմպլեմենտարիզմի ջատագովն էր, որը որ կտակեց այդ քաղաքական ուղղությունը Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածին։ Ռոբերտ Քոչարյանը կոմպլեմենտարիզմի ակտիվ շրջափուլի հատվածներ, բայց այստեղ կոմպլեմենտարիզմի հոտել չէր գալիս, որովհետև Ռոբերտ Քոչարյանը այդ գույք պարտքի դիմաց ռազմավարական նշանակության օբյեկտների հանձնումը, ես դա հանձնում եմ համարում, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը երբևիցե չի ունեցել գերակա ինչ-որ կարգավիճակ, միլիարդներ էլ տար, այդ ինչ պետք է տված լինի, որ հայ ժողովրդին պարտք որպես համարի չմոռանանք այն հանգամանքը, որ ամբողջ խորհրդային միության ժամանակահատվածում հայ ժողովուրդը եւ Հայաստանը ՀԽՍՀ-ն այնքան մեծ ավանդ ունեին, որ Ռուսաստանը ինչ էլ տար մեզ, երբևիցե դա չէր փակի այն ավանդը, որը հայ ժողովուրդը ունեցել է խորհրդային միության հաղթանակների եւ տնտեսական առաջընթացների եւ տեխնոլոգիաների զարգացման հարցում, այդ թվում նաեւ արդարացիորեն պետք է նշենք, որ մենք այլ կարգավիճակով եւ այլ տարածքային ամբողջականությամբ մուտք գործեցինք, դուրս եկանք մի քանի անգամ ավելի նվազ հնարավորություններով, այսինքն Ռուսաստանն էր դեռ մեզ պարտք։ Հələ մի բան էլ կոպեկներ շպրտելով այս ուղությամբ պարտք գոյացրեց անիմաստ, անհիմն եւ այդ պարտքի դիմաց էլ կողոպտեց ամբողջ ռազմավարական նշանակության օբյեկտները Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ Ռոբերտ Քոչարյանը այդ չարչրկված կոմպլեմենտարիզմի շահարկողն էր։ Հետո եկավ Սերժ Սարգսյանը, հասկացավ, որ կոմպլեմենտարիզմ բառը արդեն վարկաբեկված է Հայաստանի Հանրապետությունում եւ կոմպլեմենտարիզմ ասելով որևէ մի ուղղություն դու չես կարող սպասարկել, բերեցին եւի քաղաքականությունը։ Եվ այնտեղ ենք, եւ այստեղ ենք, թե ում են հիմարի տեղ դնում, չես կարող հասկանալ։